Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Անտենայով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ նահանգապետ Նյուսմի մասին խոսեմ ամփոփ, հետո Oscar-ի կամ Օսկարի նվիրավախշման մասին, դրան խոսեմ, Gene Hackman արվեստագետի մասին խոսեմ, State of Union, այս շաբաթ նախագահ Թրամփը երկրի վիճակը ներկայացնում էր ներկայացների միասնական եւ սենատի միասնական ժողովում, դրան անդրադառնամ, Իլոն Մասկի մասին խոսեմ, Կանադայից ինչ որ ներմուծվելու է հարկ պիտի վճարեն, նաև Կանադան ասում է, ինչ Ամերիկայից այնտեղ ապրանքներ է գնալու, ծանրոցներ է գնալու, հարկ պիտի վճարեն, Ուկրաինայի մասին եւ Ռուսաստանին վերաբերող նյութ ցույց ցուցադրեմ, հետո մեկ անձնավորությանը, որ վերացրին կամ սպանեցին, որ ինքը երկու ուրիշի սպաներ, բայց անսովոր որ հրացանով դեպի իրեն կրակեցին ու սպանեցին իրեն ի տարբերություն կախաղան բարձրացնելու այդ gas chamber-ի մեջ գազով սպանելու իրեն նոր տեսակը պետք է ցուցադրեմ ձեզ 7-Eleven-ի մասին պիտի խոսեմ Ստաքի մասին պիտի խոսեմ համասարանը Կոլումբիա համասարանը, որ Նյու Յորքում է ամենաճանաչված համասարաններից մեկն է այս երկրի նախագահ Թրամփը հրաման է տվել, որ 400 միլիոն պետք է իրենց կառավարությունը օգնում է չտան, որովհետև հрьяաների դեմ ցույցեր տեղի ունեցել այդտեղ հետո Starship-ի մասին պիտի խոսեմ այդ հրթիռը ինչ որ գնում է ուսումնասիրելու տիեզերքը Սալմա 60 տարի առաջ այսօր ինչ տեղի ունեցավ այնտեղ մի խումբ գնում են սարերը բլուրներ այսպես մի տարօրինակ մարդիկ են սրանք գնում են որ այդ տարածքը լեռը սարը ազգան սենս անեն, ոչ թե դիտեն, տեսնենք ինչու է այդպես, հետո պետք է խոսեմ մեկ այսինքն անձ, զինվորական անձ նկարում է ամեն ինչ, լրտեսում է այս տեղեկությունները Ամերիկայի, Չինաստանի համար, hazing, համասարաններում այստեղ տարածված է, որ եղբայրական խումբեր են սարքում եւ մեկ հոգի սպանվում է այդ իրեն երբ որ այդպես ճնշումի տակ են առնում մեկ օթանավցից ցույց տամ որ փոթորիկը տեսնեք Վաշինգտոն պիտի իջներ ինչպես այսպես քամին փոթորիկը դժվարկացություն է ստեղծում միզելզի մասին կարմրուկի մասին պիտի խոսեմ եւ ամենավերջում արծիվի մասին պիտի խոսեմ որ արծիվը այս երկրի այսպես նշանն է այս կենթանին կամ այս թռչունը դրա մասին պիտի խոսեմ իսկ նախքան խոսել բոլոր այս նյութերի ինչ որ վերևում թվեցի ձեզ ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը 381 ալիքով եւ 1629 ալիքով Հայ Vision-ի միջոցով Հայաստանից ուղիղ միանում է այստեղ տարածվում է հարավային Կալիֆոռնիայում դուք կարող եք այնտեղ հետևեք եթե ցանկություն ունեք լուրերը լսեք երեկոյան ժամը 8-ին լուրերը կարող եք տեսնեք առավոտյան առավոտը շանթում ծրագիրը կարող եք տեսնեք այդտեղ
հաղորդավարներին տեսնեք հյուրեր են ունենում այսպես ժամանցային նյութեր կա այնտեղ ֆիլմ, սերիալ, հարցազրույցներ բոլորը հեռարձակվում է Շանթի միջոցով, Շանթը ամենաառաջնակարգ ալիքն է Հայաստանի, ուղիղ միանում է High Vision-ի միջոցով, ուրեմն հարավային Կալիֆոռնիայում տարածվում է։ Դուք եթե ծանոթներ ունեք, ազգականներ ունեք, բիզնեսներ ունեն, բժիշկ են, ատոմնաբուժեն եւ այլն, ասացեք, որ իրենց ռեկլամները այստեղ տեղադրեն։ Ես հիմա ուզում եմ խոսել այնինչ, որ նահանգապետ Նյուսոմ, որ դեմոկրատ է բնականաբար եւ մասամբ միշտ այսպես չափավոր դեմոկրատ էր կամ ավել կարող է ծայրահեղ դեմոկրատ էր, հիմա թվում է պատրաստվում է, որ 2028-ին նախագահական տեխնացու լինի։ Եվ ահա այսպիսով աշխատում է, որ միծև մեջտեղը գնա, չափավոր մնա մեջտեղը, մի կողմ դեմոկրատները այս կողմ են շատ գնում, ռեփաբլիկանները մյուս կողմ, ուրեմն ինքը գալիս է մասամբ մեջտեղը եւ ասելով, որ ինքը համաձայն չի, թե այս նահանգում այդ օքեյ է, ինքը համաձայն չի, որ transgender այն նրանք, որ տղամարդ են, բայց իրենք ցանկություն ունեն որպես կին, այս transgender-ները տղամարդ ծնվել է տղամարդ, հիմա ինքը իրեն կին է համարում, մարզանքների մեջ, սպորտի մեջ չմասնակցեն, որտեվ կանանց սպորտի մեջ նրանք տղամարդը հիմա իրեն կին է համարում, չի տարբերում, շատ ուժեղ են, շատ ավել մեծ են, ավել արագ են վազում եւ այսպես բասկետբոլ են խաղում, ֆուտբոլ են խաղում կամ ուրիշ խաղեր հաճախ սրանք հաղթում են։ Հիմա հարյուրավոր, հազարավոր կին մարզիկ կա, ավել կարող է միլիոնից ավել մարզիկներ կան այս երկրում կանայք, այսպես transgender-ները 122,000 են, որ մասնակցում են, շատ փոքր թիվ են կազմում, որովհետև ասած միլիոններ են, ավել շուտ կանայք մարզիկները եւ ընդամենը 1.5% են կազմում, բայց ամենայն դեպս այն հարցն է, որ կարծես թե մտահոգված Նյուսոմը ասում է ինքը համաձայն չի, թե այս նահանգում օրենքը այդ է, որ այդ անձը, որ ինքը իրեն կին է համարում, կարող է գնա մրցություններին մասնակցի։ Ես ուզում եմ նաև խոսել Ասկրի կամ Օսկարի նվիրաբաշխման մասին, որ ձեզ հաղորդեցի անցյալ կիրակի օր։ Այսինքն կիրակի տեղեր ունեցել, հաղորդեցի ձեզ երկուշաբթի գիշեր, որովհետև մինչև ուշ ժամանակ գիշերը Օսկարը տեղեր ունենում, կիրակի օրերը ինչպես այսօր ես առավոտը ծրագիր ունեմ, ուրեմն երկուշաբթի օր այդ մասին խոսեցի։ Իսկ այդ ժամանակ ինչ որ ձեզ հաղորդում էի, թվում էր, որ այս ավել քիչ դիտող ուներ, քան թե անցյալ տարի 2024 թվին 19,500,000 հոգի դիտեն էին։ Ու մինչև երկուշաբթի օր թվում է, որ ընդամենը 18,100,000 մարդ է Ասկրի այդ նվիրաբաշխումը դիտել։ Իսկ հետո հաշվարկումները եկան եւ այսպես ասացին կամ հաղորդեցին, որ 19,7 միլիոն, այսինքն 19,700,000 մարդ այդ Ասկրի նվիրաբաշխումը դիտել են, այսինքն 200,000-ով ավել շատ է, քան թե 2024-ը։ 2021 թվին ընդամենը 11 միլիոնից քիչ մարդ էր դիտել։ Իսկ Ասկրի նվիրաբաշխումը անցյալում այսպես չէր, օրինակ 1998 թվին, որտեղ Titanic այդ ֆիլմը ստացավ Oscar ստացավ ամեն ոլորտում մոտարապես Oscar-ի արժանացավ, այդ տարի 1998 թվին 55 միլիոն նայում էր, բայց այդ 1998 թվից հետո սկսեց ավել քիչ մարդ նայել, օրինակ 2004 թվին 40 միլիոն էր նայում,
ու այսպես իջել է հիմա հասել է 20 միլիոնի, որովհետև մարդիկ այսպես է որ անընդունակ մարդկանց, ում որ ուզում են, բերում են եւ դարձնում են այսպես արտիստ, հին ժամանակ ընդունակություններ ունեին այս արտիստները, հիմա թվում այդպես չի, որովհետև կարողանում են մեկին բարձրացնել, այսպես գովալ եւ մեծացնել եւ դրա համար հետաքրքրությունը մարդկանցը պակսել է այս բերումով։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև Ջին Հաքմանի մասին, որ երկու անգամ ասկրին ներկա արժանացել է։ Ջին Հաքմանը 40 տարի ֆիլմերի մեջ խաղացել էր եւ 80 ֆիլմի դերակատար էր եղել։ Որոշ ֆիլմեր առաջին դերակատարն են, որոշ ֆիլմերը երկրորդ կարևոր անձնավորությունն էր ֆիլմերի մեջ, իսկ տարօրինակ ինքը գնացել Նյու Մեքսիկո նահանգում մի մեծ տարածք էր, մեծ հսկա տուն անտառի մեջ ու իր կնոջ հետ, որ 30 տարի ավել ամուսնացած էր, երկրորդ կինն էր իրենը, ապրում էր այդտեղ եւ որևէ տեղ չէր գնում, որևէ չէր մխրճվում որևէ արծի մեջ։ Բանից դուրս է գալիս, որ ինքը հիմա 95 տարեկան էր, ալցհեյմեր ունենում, այսպես մտքի կորուստ է ունենում, չի կարողանում իր շրջապատը լավ չի ճանաչում եւ այս իր կինը իրեն խնամք էր տանում։ Հիմա իր կինը գնում է առևտուր է անում, հետ է վերադառնում տուն եւ իրենց գտնում են երկուսն էլ իրեն Ջին Հաքմանին եւ իր կնոջը մահացած են գտնում։ Հիմա իր կինը թվում է որ փետրվարի 11-ին մահացած է լինում։ Իր տեղ պիտի վերցնի եւ մի հիվանդություն, որ շատ տարածված հիվանդություն չի, այս մկներից, այսպես կենթանիներից է այդ հիվանդությունը տարածվում մարդկանց մոտ, ուրեմն կինը այդ տարօրինակ հիվանդությամբ է տարապում։ Գալիս է տեղ վերցնի, չի կարողանում վայր է ընկնում, տեղերը թափվում է, չգիտեին ինչպես է պատահել սրանք մահացել են։ Հիմա երբ որ ուսումնասիրվել է եւ տեսել են որ այսպես է, ուրեմն կինը մահացել է օրեր առաջ նախքան ինքը մահանա։ Երևի ինքը մահացել է, որովհետեւ նրանք որ ալցհեյմեր են ունենում, անգամ չի կարողացել ինքը կերակրի իրեն ջուր խմի, ինքն էլ վայր է ընկնում, երևի փնտրեն է, չի գտել ինչ որ եղել է, մի շաբաթ հետո իր կնոջ մահից հետո մի շաբաթ հետո ինքը մահացել է եւ օրեր անցնում է մինչեւ մեկը գալիս է իր տունը եւ տեսնում է երկուսն էլ ամեն ինչը տեղը տեղին է, դռները մենակ բաց են, իրենց այսպես մեկ շունը որ ներսն է եղել չի կարողացել, երեք շուն են եղել, երկու շունը դուրսն են եղել, նրանք ողջ են եղել, դեռ չեն մահացել, իսկ ներսում շուն են ունեցել, որտեղ չի կարողացել ուտելիքի ջրի հասնի 10 օր այդպես մնացել է, 11 օր մահացած է լինում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ, դուք Ջին Հաքմանին ավել երիտասարդ եք տեսնում, այս Բեթսի անունով իր կինն է հանթավայրսից։ Այս հանթավայրսը սինդրոմ այդ հիվանդությունը ինչ որ ասացի մկներից, այդպես կենթանիներից է։ Իսկ Ջին Հաքմանը մի շաբաթ իր կնոջ մահից հետո է մահացել, թվում է երևի չի կարողացել ոչինչ գտնի ուտելիք ջուր եւ սրտի կաթվածից եւ ալցհեյմերից այդ հիշողության կորուստի զոհն է գնում։ Ինչ ասում էի, իհարկե ճշգրիտ փետրվար 11-ին է մահանում կինը, իր կինը 65 տարեկան է լինում մահվան ժամանակ հանթավայրսի հետևանքով, որ այդպես ասացի տարածված հիվանդություն չի, բայց ինֆեկշն է, որ երբ որ այս կենթանիների շփվելուց է լինում կամ իրենք միտեղ ձեռք են տվել մի բանի
լեզեն է կենթանին ռոդենտ մուկ եւ նման կենթանիները այս դժվար կացությունն է ստեղծել եւ կինը վարակվելով մահացել է այստեղ տեսնում եք երբ որ թոքի մեջ ջուր է լցվում անձի թոքի մեջ ջուր է լցվում եւ այդ բերումով կինը մահացել է Santa Fe County Sheriff Department ասում է իրենց երբ որ նայեն են տեսնում են email է ստացել հեռախոս է ստացել բոլորը փետրվարի 11-ից հետո չի պատասխան նրանից առաջ կինը ակտիվորեն բոլոր email-ներին, նամակներին պատասխանել է գնում է այդ օրը դուրս է գնում ու վերադառնում է groceries, տեսնում եք ուտելիք եւ շների համար ուտելիք առնի 3 շուն են ունեցել եւ այսպես վերադառնում է այդ դեպքը պատահում է վայր ընկնում Hackman մոտարապես 11-ից մինչև գոնե 7-ից 8-9 օր մենակ է մնում ինքը pacemaker ունի սրտի համար որը ռեգուլեյտ անի ճիշտ դարձնի բայց երևի չի կարողացել ինքը տնօրինի իր կյանքը կնոջ մահից հետո նաև մահացել է ինքը այսպես տեսնում եք տարօրինակ դեպք ինչ որ պատահել էր այս անվանի անձնավորությանը այստեղ տեսնում եք կենթանիներից է պատահում այս հիվանդությունը այս վայրուսը մեծ տարածքում այդ Նյու Մեքսիկոյի բնակարանն եք տեսնում որ այնտեղ առանց շփվելու որևէ մեկի հանդիպելու տարիներ այդտեղ են եղել տարբեր ֆիլմերի մեջ է եղել տարբեր ակտորների հետ եւ այսպես ինչ որ ձեզ ասացի արժանացել էր Օսկարի արժանացել քանի անգամ մահանում է Hackman այսպես մահանում է ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից State of Union-ի մասին խոսեմ հետո Elon Musk-ի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը ես հույս ունեմ որ դուք եթե տեղ եք վերցնում այս տեղատունը օգտվեք գտնվում է Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում Glendale-ում իրենց հեռախոսահամարը շատ հեշտ է զանգարեք ավելյալ տեղեկությունների համար 818-ով այս շրջանում մեծամասնություն 818 են 6 000 777 տեսնում եք շատ հեշտ հեռախոսահամար է զանգարեք խոսեք տեղատան աշխատողների հետ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ առաջարկում ծանրություն եք Հայաստան ղրգելու օթանավով իջեցրեն են կինը այնքան իջեցրեն որ շատ մասամբ նույնը ինչ որ նավով պիտի ղրգեք Երևան Shipping-ը միայն 2 կենտրոն ունի North Hollywood-ում Lancashire փողոց Glendale-ում Palmer փողոց տեսնում եք մի փանդ օթանավով $2.99 cent մի քանի օրից էր ազգականը ինչ որ ղրկում եք ստանամանաման զատիկ է գալիս եթե նավի միջոցով ուզենաք ուղարկեք 2.5-ից 3 ամիս տևելու է ուրեմն զատիկին իրենց նվերը չեն ստանա ձեր ազգականը իսկ գումար պիտի փոխանցեք $100-ին ընդամենը $1 եք վճարում տեսնում եք այս երեքշաբթի օր նախագահը State of Union երկրի վիճակը բացատրում էր ամեն նախագահ ամեն տարի այդ աշխատանք անում են միայն 2 նախագահներ այդ աշխատանք չեն կատարել որովհետև մինչև այդ աշխատանքը անելու մահացած են եղել առաջին State of Union-ը որ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնն էր այս երկրի 1790 թվին իր ճառը ուղեց հանրությանը եւ այդ ճառը Ջորջ Վաշինգթոնի ընդամենը մոտարապես նախ 1089 բառ օգտագործեց Ջորջ Վաշինգթոնը, որ մոտավորապես 7.5 րոպե ճառ ասաց այդ ներկայացնի տան եւ սենատի անդամների առջեւ։ Իսկ այդ առաջին ճառից հետո ուրիշ նախագահներ նաեւ խոսել են հաճախ այս վերջին տարիներում կես ժամից մինչև 50-55 րոպե էր տևում ճառերը այս
վերջին նախագահները այդպես։ Իսկ Քլինթոնը, նախագահ Քլինթոնը իր ճառը առաջին ճառը տեղի ունեցավ 1 ժամ, այսինքն 2020 թվականի ճառը 1 ժամ 28 րոպե տևեց, որ ռեկորդ ուներ, որ ամենաերկար ճառն էր։ Մինչև երեքշաբթի օր Թրամփը Քլինթոնի ռեկորդը կարողացավ կոտրել։ Թրամփը նախապես 4 անգամ ճառ է ասել ամեն տարի տարեսկզբին ճառն ասել է սովորաբար պատահում է փետրվարի ավարտին կամ մարտի սկզբին, ուրեմն 4 անգամ ասել է, բայց այս անգամ որ ինչ որ երեքշաբթի օրը անցավ խոսեց 1 ժամ 40 րոպե, որ պատմության մեջ ամենաերկար ճառն է, որևէ նախագահ մինչ հիմա արտահայտվել է հանրության տեղեկություն տա երկրի մասին։ Իր ճառի ժամանակ քիչ հետո տեսնեք Al Green բարձրացավ ու բողոքում էր նախագահի այդ արտահայտություններին եւ որովհետեւ Թրամփը սովորաբար նախագահները երբ որ State of Union օրենսդիր ներկայացնի տան եւ սենատի անդամների առջեւ ճառ են ասում, միցև է որ ռիփաբլիքանների հարցերն է բարձրացնում, դեմոկրատը դեմոկրատի հարց է բարձրացնում, բայց հատկապես ինչ որ ռիփաբլիկանի կապ ունի, օրինակ եթե նախագահ ռիփաբլիքանները բարձրանում են ծափարում են, դեմոկրատները լուռ են մնում։ Հակառակը դեմոկրատ նախագահ է, մի բան է ասում, որ դեմոկրատների մտածելակերպին մոտ է, դեմոկրատները բարձրանում են, ծափարում են, ռիփաբլիքանները լուռ են մնում։ Իսկ ամեն ժամանակ նախագահները մի բան են ասում, որ լրիվ երկրին կապ ունենա, որ բոլորը բարկանան, որ բոլորը բարձրանան իրենց համար, իրեն այդ ճառի համար ծափարեն։ Թրամփ մասամբ այդպես չարեց այս տարի, անցյալում արեն, բայց այս տարի այդպես չարեց։ Մի ուրիշ տարբերություն, որ այսօր ներկայացնի տան մեծամասնությունը դեմոկրատ են, ուրեմն ներկայացնի տան խոսնակը նստած է այստեղ Ջոնսոն, իսկ J.D. Vance փոխնախագահ համարվում է սենատի նախագահ, տեսնում եք։ Հաճախ այսպես չի լինում, մեկը դեմոկրատ է լինում, մեկը ռիփաբլիկան է լինում, Նանսի Փելոսի առաջին իր նստաշրջանի ժամանակ, երբ որ ներկայացնի տունը դեմոկրատները մեծամասնությունը այստեղ էր, նախագահի ճառը ավարտեց, բարձրացավ ու այդ իր երբ նախագահ գալիս է 2 կոպի ներկայացնում է ղեկավարությանը, մեկ այստեղ, մեկը մյուսին, Նանսի Փելոսի բարձրացավ իր ճառը լրիվ պատրաստ թափեց այդ ժամանակ։ Իսկ հիմա սրանք ռիփաբլիկան են, ամեն ինչը խաղաղ գնաց, հիմա միասին տեսնենք այս Թրամփի երկրորդ նստաշրջանի առաջին State of the Union-ն է։ Այնտեղ միշտ հրավիրում են, հյուրեր են հրավիրում, այսպես տեսնում եք նրանք, որ դժվարություն են ունեցել, փրկվել են, հաճախ նախագահները գնահատում են իրենց եւ տեսնում եք այստեղ ծափարում են տարբեր անձիկ այդ պատշգամբի վրա, բալկոնի վրա նստած են լինում նախագահի հրավիրով։ Այնտեղ նաեւ մի երիտասարդ մի տղա էին կանչել Նանսի Փելոսին տեսակ տարօրինակ, այստեղ տեսնում եք, տեսեք մյուս կողմը ռիփաբլիքաններն են նախագահի այդ ճառի հատվածի համար, որ իրենց գաղափարախոսության դուր է գալիս կամ այդ ուղղությամբ բարձրացան, իսկ մյուս կողմը նստած էին ու չէին ծափարում։ Տեսնում եք, այսպես անգամ երկու ղեկավարները բարձրանում են, ծափարում են։ Այստեղ տեսնում եք, տեսեք ծախում ռիփաբլիքանին, աճում դեմոկրատները լուռ մնացեն։ Առաջին շարքում նաև դատավորներն են, Միացյալ Նահանգների դատավորները եւ զինվորականները, եթե տեսնում եք այդտեղ, նրանք նաև չեն ծափարում, անկախ նախագահը դեմոկրատ է թե ռիփաբլիկան է, որովհետեւ չեն ուզում այդպես կողմնակալ լինեն։ Ուրեմն զինվորականները չեն բարձրանում ծափարեն եւ դատավորները։ Իլան Մասկին գնահատեց, որ
կրճատումներ պիտի կատարի, խոշոր կրճատումներ, որ քիչ հետո պիտի անդրադառնամ դրան, Իլան Մասկը հիմա կարևոր տեր ունի հաճախ նախագահի հետ է եւ նախագահը իրեն հանձնարարել է, որ տարբեր նախարարություններում կրճատումները կատարի, այսինքն ասում է շատ ավել չափից դուրս անձիկ աշխատում են կառավարության համար եւ դրա համար կրճատումներ պիտի կատարի։ Կրճատումներ նաև նախագահ կատարում է USAID, որ դրանց մեջ աշխարհի տարբեր երկրներին 60 երկրից ավել օգնություններ են հասցնում, որպես օրինակ ականազտում Ղարաբաղում անցյալում, Հայաստանում տարբեր հիվանդությունների համար 50% հիմա Հայաստանին ինչ որ հատկացրել են, իսկ մնացածը մնում է կախյալ մինչև նախագահի որոշումը, որ այդ օգնությունները կանեն, թե չեն անի։ Եվ նախագահի թեև ինքը անընդհատ ասում է, որ Social Security եւ Medicare եւ Medicaid-ը չեմ կրճատելու, բայց թվում է, որ անպայման այդ նրանք որ աշխատում են այդ ուղղությամբ իր հրամանով ասեն են Medicaid-ը, որ 2.4 trillion, այսինքն 2400 բիլիոն բաջետ ունի, ասեն է, որ պետք է 880 բիլիոն կրճատում անեն եւ գումարը 2.4 trillion-ից մասամբ կիչնի 1.5 trillion-ի, 1500-ի կիչնի։ Իսկ հիմա դուք պատկերացրեք, օրինակ Social Security 70 միլիոն մարդ գումար է ստանում այս երկրում, Social Security ծերացել են, հանգստի կոչված են, ոմանք իրենց ամուսինը օրինակ մահացել է, որ Social Security է վճարել, մեկը ամուսիններից մեկը մահացել է, մյուսը դեռ 6 միլիոն մարդ այդպես Social Security է ստանում, 8.3 միլիոն մարդ այս երկրում disable է, 2009 թվին 55 միլիոն մարդ Social Security-ը ստանում, տարեց տարի թիվը բարձրանում է, հիմա պատկերացրեք 70 միլիոն Social Security են ստանում, 67,000 հոգի Social Security office-ում աշխատում է, եթե գնաք Social Security office կտեսնեք, որ շատ դժվար է մեկի հետ խոսելը, եթե հարցեր ունեք, պրոբլեմ ունեք։ Հիմա այդ 67,000-ից ուզում է նախագահը կրճատումներ կատարի Social Security ոլորտում նաև։ Փետրվարին 62,000 աշխատատեղի պակսացրել են Իլան Մասկի միջոցով, որ քիչ հետո այդ մասին կխոսեմ։ Social Security Administration-ից ցանկությունն են, որ 7000 պակսեցնեն։ Նաև Defense Department 5400, իսկ ամենամեծը Veterans Affairs, վետերանների բաժնից է ինչ որ այդ կրճատումները պետք է տեղի ունենա։ Միաժամանակ նախագահը սպառնում է Իրանին եւ ասեն նամակ է գրել Այաթոլլահին, ղեկավարին Իրանի, որ ինքը ցանկություն ունի բանակցություն կատարի, ատոմակայաններ, ատոմական ռումբ պատրաստելու դեմ է, ինքը ուզում է բանակցություն կատարի եւ այսպես նաեւ ամենախիստ ճնշումները նաեւ ինչ որ սահմանափակումներ կար, առավել խստացրել են այնքան, որ Իրանը ինք որ երկրորդ ամենամեծ նավթի պաշարը ունի, ստիպված է լինում հիմա մազութ օգտագործել, որովհետև դժվարություններ կա, չեն կարողանում դուրս խրգել նավթը, գումար չի գալիս երկրի մեջ, դժվարություններ կա։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև Իլան Մասկը, որ նախագահի հրամանով ասել է ամեն ինչը կրճատելու։ Իլան Մասկը սղոց էր վերցրել եւ ցույց է տալիս, որ խոշոր սղոց, որ գնալու է կրճատում է կատարում։ Եվ հիմա վերջին ժամանակում արտգործ նախարարը իր այդ ժողովում, որ Իլան Մասկն էլ մասնակից է եղել, արտգործ նախարարը վիճապանում է Իլան Մասկի հետ
ինչ հարցով, որտեղ ասում եմ մենք 1500 հոգու արդեն ասեն ենք, որ կարող եք մենք ձեզ աշխատավարձ կտանք 8 ամսվա, եթե դուք retire լինեք, հանգստի կոչվեք եւ աշխատանքից հեռանաք։ 80,000 մարդ աշխատում է արտգործ նախարարության մեջ եւ դրա համար էր, որ նախարարը իր հետ վիճաբանում էր, ասում է, որ ինչ ես ուզում անենք, ուզում ես այդ 1500 հոգու ասեմ վերադառնան եւ դու իրենց աշխատանքից հանես, ուրեմն այսպես վիճաբանություն է լինում այս կաբինետի կամ նախարարների ժողովի մեջ վիճաբանում է արտգործ նախարարը իր հետ։ Հիմա շարունակենք, տեսնեք այստեղ նաև մեկ ուրիշ նախարար, որ քիչ հետո պետք է ձեզ նրա մասին ասեմ, Ծախում Մարկո Ռուբիոին եք տեսնում եւ որը արտգործ նախարարն է այս երկրի, նախկին սենատոր էր Մայամի, այսինքն Ֆլորիդայի նահանգի, որ ինչ որ ձեզ ասացի վիճաբանում է Իլան Մասկի հետ Ռուբիոն այդ որ կրճատումները ինքը անտեղի խրճվում է այս հարցի մեջ ասում է Մարկո Ռուբիոն այսպես վիճաբանում էին սա անսովոր էր որ բոլորը հաղորդում են իսկ նաև աչում տեսնում եք Շան Դաֆի անունով որը transportation-ի երթևեկության նախարարն է որ վիճաբանում է Իլան Մասկի հետ Նախագահ հիմա ասաց որ Իլան Մասկը բավական աշխատանք արեն է հիմա եթե մեկին պետք է աշխատանքից անեն նախարարները իրենց նախարարություն կկատարեն երկու բողոքող նախարարներին տեսակ այդտեղ եւ մեղադրում են Մասկին որ աշխատանքից անում է առանց նկատի առնելու եթե այդ անձին աշխատանքից անես ճիշտ է գաղափարը թե ոչ որովհետեւ այդպես առանց նկատի առումների մարդկանց թվով ուզենաս պակսացնես վնաս է հասնելու ասում են նախարարները աշխատանքի նախարարությանը որովհետև նրանք որ արժանի են պետք է աշխատեն critical staff կարևոր անձնավորությունները հեռանալու են իրենց փոխարինող դժվար կլինի գտնել այսպես տեսնում եք այդ վիճաբանությունը ինչ որ տեղի ունենում հիմա այստեղ տեսնում եք Դոնալդ Թրամփ ասում է ես ասեն եմ ինչ որ ասեն եմ Իլան Մասկին սրանից հետո որպես կրճատումը կատարվի սկալպելով եւ այսինքն սուր տանակով պատկերացրեք եւ ոչ թե կացինով այսինքն ինչ հիմա ինչ որ իջեցրեն է սրանից հետո ավել քիչ պիտի իջնի այդ նրանք որ աշխատանքից պիտի անեն Իլան Մասկը ասում է մենք ճիշտ աշխատանք ենք կատարել տեսնում եք այստեղ սաղոցն է որ երբ եկել ասում էր պետք է կրճատում լինի այս սենատորը ռեփաբլիկան նաև համաձայն է որ այդ կրճատումները տեղի ունենա Լուիզիանայի սենատորին եք տեսնում այդպես արտահայտվում է այս բողոքը ինչ որ հիմա ստեղծվել է նախարարների մեջ եւ Իլան Մասկի միջև այդպես վիճաբանություն ինչ որ բացվել է եթե կառավարության աշխատողները բոլորը գիտեք ավել դանդաղ են աշխատում կամ չեն աշխատում երբ համեմատում ենք սովորական սեփական բիզնեսների private բիզնեսների աշխատողները շատ ավել կենտրոնացած են աշխատանքի կառավարությունը կոնտրոլը իրենց է դժվար է 2.3 միլիոն մարդ Ամերիկայի կառավարության համար աշխատում է աշխարհականները բացի պաշտպանության նախարարության մեջ որտեղ 1.300.000 զինվորականներ կան որ նրանց կրճատումներ չի լինի իսկ 870,000 մարդ աշխարհական են աշխատում են պաշտպանության նախարարության մեջ նրանցից 5,000 պակսացրել են ինչ ամենաշատը Veterans Affairs-ների նախարարությունն է որ 70,000-ից ավել աշխատանքից հեռացրել իսկ հիմա ես ուզում եմ Իլան Մասկի այսպես Tesla մեքենան ցույց տամ սա S&P 500-ն է
որը այդ տվյալն է բիզնեսի տեխնիկալ բիզնեսների ստակներն է։ Նայում ենք, տեսնում ենք ապրիլ 2024-ից, այսինքն անցյալ տարի, բիզնեսների ստակը այսպես վիճակում է եղել մինչև այսօր։ Իսկ Իլոն Մասկը այն օրը, որ տեսնում եք, Իլոն Մասկը արձանագրել է, աճ է արձանագրել, հետո իջել է, աճ է, իսկ այն օր, որ նախագահը ընտրվել է, այստեղ election day, մեկ անգամից Իլոն Մասկի այդ փայատերության ստակը խիստ բարձրացել էր։ Եվ տեսնում եք, մինչև երթման արարողություն, մինչև հունվարի 20 նաև շատ բարձր էր իր ստակը։ Հիմա թվում է, որ մարդիկ բարկացել են, ասում են Տեսլա չեն գառնել, որտեղ Իլոն Մասկին չեն հավանում, մանավանդ Կալիֆոռնիա դեմոկրատիկ նահանգ էր եւ ամենից շատ Տեսլան վաճառվում էր այստեղ։ Եվ հիմա տեսնում ենք, ոմանք որ ավել դեմոկրատ են, բարկացած են Իլոն Մասկի վրա, ուրեմն չեն գնում մեքենան իր ստակ մարքեթը իջել է մինչև այստեղ հիմա ավել կիչնի կբարձրանա ապագայում պիտի տեսնենք այդ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, Կանադայից եկող ապրանքների մասին խոսեմ, որ հիմա հարկ են պահանջում, տեսնենք Կանադայի վարչապետը ինչ է ասում այդ մասին, ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall 3 սրահներ ունի, հարսանյաց սրահներ ունի, 120, 150, 300 կամ հոգեհաց պիտի տակ այդտեղ կարող եք օգտվել սրահներից կամ ուրախ խնջույքների համար։ Նաև իրենք ճաշ են առաջարկում Vivaldi Banquet Hall, որը եթե դուք երեխաների համար փարթի պիտի կազմակերպեք, տարեդարձ է կազմակերպում, 10-ից 12 երեխայի համար $150 է առաջարկում, եւ պետք է տեսնեք ինչ, այսինքն մենյուն պիտի տեսնեք անպայման, եւ $300-ով 10-ից 12 հոգու չափահասների համար ճաշ կարող եք պատվիրեք եւ ճաշի ինչ որ առաջարկում է չափը անհավատալի է, փորձեք մեկ անգամ կվերադառնա։ Նախագահ Թրամփը Մեքսիկոյից եւ Կանադայից պահանջում է, այսինքն թերիվ հարկ պիտի վճարեն, ինչ որ այնտեղից գալիս է։ Կանադան լինելով ամենամուտիկ բարեկամն այս երկրի եւ Թրուդո վարչապետը խիստ հիմա բողոքում է եւ ասում է, որ ինչ որ Wall Street Journal, որ ռիփաբլիկանների կողմնական թերթ է, բայց իրանց խմբագրությունը ասել են, որ այս Թրամփի այս հարկ պահանջելը այս բարեկամ երկրներից երկրը պիտի վնասի եւ ապուշություն է։ Թրուդոն նույն նախատեսությունը ասում է, որ ինչ որ Wall Street Journal ասում է, որ պիտի վնասի սա հիմարությունը, ինչ որ պահանջում է մեզանից հարկ է պահանջում, ինչ որ մտնում է երկիր, ուրեմն մենք էլ նույնը կկատարենք։ Եվ նաև ժողովրդին ասում են, որ խանութներին կառավարությունը Կանադայի խանութներին, սուպերմարկետ եւ այլն ասեն, ինչ որ ամերիկյան ունեք հանեք, մի վաճառեք սրանից հետո։ Թվում է սա պետք է վնաս հասնի այս երկրին, իսկ Թրամփը ասում է, որ tariff is easy, fast, efficient։ Հեշտ է եւ արագ է տեղի ունենալու եւ գործադրելի է այս թերիֆը եւ այդ պատճառով գիները կիչնի, ինչ որ ավել թանկ կլինի ապրանքը մտնի այստեղ, բայց ամենայն դեպս նախագահի կարծիքը այդ։ Գիտեք Կանադայի մասին նախագահը ասում է, որ Կանադան պիտի դառնա Ամերիկայի 51-րդ նահանգը։ Այդ է Թրամփի պահանջը, որ 51-րդ նահանգ դառնա Կանադան եւ այսպես է արտահայտվել այդ մասին։ Եվ ասում է նախագահը, որ Կանադան երբ որ մի բան իրենց մոտ մտնում է 250%-ով մեզանից հարկ են պահանջում։ Իհարկե մեկը չի հաստատել այդ, որ ինչքան է այդ ինքը իհարկե ասում է, որ dairy, այսինքն պանիր, կաթ եւ այլն, եւ լամբրի համար իրենք այսպես
հարկ են պահանջում, երբ որ ներմուծում են այստեղ, այսպես իրենք գումար են վերցնում, մեզ են վաճառում։ Նախագահ Թրամփն է ասում բողոքում այդ մասին եւ ասում է, որ դա է, որ պետք է բոլոր երկրները, որ ես ուզում եմ այդ քարտեզը, եթե կարողանար մեր ինժեները ցույց տար, ասում է, որ երկիրը ինչքան որ հարկ է պահանջում, եթե մենք մի ապրանք ենք ուղարկում, մենք էլ իրենցից պետք է հենց այդքան գոնե հարկ պահանջենք։ Այստեղ տեսնում եք, օրինակ Կանադան ինչ որ մտնում է ընդհանուր 4% հարկ է վերցնում, իսկ ինչ գալիս այս երկիրը 3% ամերիկան հարկ է պահանջում, որովհետև գիտեք ամեն երկիր երբ որ մի բան մտնում է, վերջո գնում է այդ customer գնում է, ծախսեր կա, պետք է նայեն, ճշտեն, աշխատավարձ վճարեն, որ քննեն, զննեն, ինչ է գալիս երկիրը։ Այդ tax-երը ինչ որ պահանջում են մեկը մյուսից, այդպես շատ չի, տեսնում եք նույն է մասամբ։ Մեքսիկոից օրինակ 7% պահանջում են, երբ որ մի բան Ամերիկայից գնում է Մեքսիկո, 7% հարկ է պահանջում, որ այդ աշխատանք կատարեն։ Ամենաբարձր Հնդկաստանն է 17%-ով, ինչ որ Ամերիկայից գնում է այնտեղ կառավարություն 17% ասում է ծախսերը ծածկելու համար այդքան հարկավոր է։ Այստեղ տեսնում եք Չինաստան, եթե Ամերիկայից Չինաստան է գնում 8% հարկ են պահանջում։ Հարավային Կորեան, որ բարեկամն է այս երկրի, տեսնում եք ինչ է պահանջում, եւ Ժապոնիան 4% է պահանջում, Բրազիլիան 11% է պահանջում։ Նախագահը ասում է, որ ինչ որ իրենք պահանջում են, մենք էլ այդքան պիտի պահանջենք, բայց այդ սիստեմը պահելը աշխատակազմը, ավել աշխատակազմ, օրինակ Եվրամիությունը 5% է պահանջում, ինչ որ ուրիշ երկրից մտնում է այդ երկիրը, օրինակ Ամերիկայից մտնում է այդ երկիրը, Անգլիան 4% է պահանջում, այսպես տեսնում եք։ Հիմա այդ մեկ հարց է, որ նախագահի ցանկությունն է։ Իսկ հիմա ես տեսանյութ ուզում ձեզ ցույց տալ, տեսնեք Կանադայից հազարավոր ապրանքներ է գալիս այս երկիր փայտ մանավանդ շինարարության համար 30% որ այս փայտը լամբերը որ շինարարության համար է Ամերիկայի Կանադայից է գալիս Ամերիկան ինքն էլ ունի բայց 30% խոշոր թիվ է ուրեմն եթե հարկ պահանջեն ուրեմն ամեն այդ լամբերը կթանկանա այս երկրում բնակարան կթանկանա եւ եթե 25% նաեւ թերիվ հարկ պիտի նորից պահանջվի 10000 մեկ շենքի ծախսը միայն այդ փայտը լամբերի համար 10000 ավել թանկ կլինի բնակարանը երբ կառուցեն այս երկրում մեկ single այսինքն առանձնատունի համար Մեքսիկոից նաև ուտելիք են բերում այսպես տեսնում եք ստակ մարքեթին այս շաբաթ խիստ անկում ունեցավ նախագահը ասել է որ մինչև ապրիլ 2-ը ինչ մեքենա գալիս է այս երկիր նաև հարկ է պահանջելու եւ ասում է ինչքան շուտ մենք ապրիլի 2-ից հետո էլ չգաք ասեք նորից հարկ չպահանջենք անպայման պահանջելու ենք եւ ժամանակավոր ես հարկը չեմ պահանջում բայց ապրիլի 2-ից հետո մեքենաների համար այսինքն հիմա ես այդ մեքենային վերաբերող ինչ որ հարգեր եթե պիտի պահանջվի Ամերիկայի օրինակ մեքենաները միցև Ամերիկա Կանադայի մեջ է տեղի ունենում ես ուզում եմ քարտեզը ցույց ցույց տալ այստեղ որ տեսնեք մի կտոր մեկ հատ մեքենայի համար դուք այստեղ պատկերացրեք որ տեսեք սա Դիթրոյթում է որ մեքենայի կենտրոնն է այս մեքենան պատրաստելու համար բազարը կամ շուկա հանելու համար մի կտորը գալիս է Կանադայից է գալիս հետո մյուսը այստեղից իրենք ուղարկում են որոշ բան Մեքսիկոյում որտեղ այնտեղ ավելի ժան է մի բան այնտեղ պատրաստում են միջև 2-3 երկրների մեջ հարկեր չկար այդ նույն կտորը վերադառնում է Ամերիկայում մի քաղաք հետո վերջը այդ քաղաքից նորից ուղարկում են Դիթրոյթ որ պատրաստվի նաև
տեսնում եք ուրիշ այստեղից խրկում են Կանադային նորից ուղարկում մի ուրիշ մեքենայի կտորը այդ կտորը գնում է մեկ ուրիշ նահանգ այս երկրում հետո վերջում վերադառնում է այստեղ եթե ամեն անգամ մի կտորը գնա Կանադա հարկ պահանջեն այդ նույն կտորը վերադառնում է ուրեմն հարկը վճարեցին Կանադա են ուղարկում Կանադայից վերադառնում է նորից են ուղարկում մի հատ մեքենայի կտորի համար եմ խոսում պատկերացրեք այս փիստոնը մեքենայի փիստոնը այս ինչ որ տեսնում եք տեսեք այս հավաքելու համար իրեն պտուտակները իրեն այս գլուխի մասը այս ինչ որ տեսնում եք ձեռքը եւ ամեն ինչը տարբեր տեսեք 6 տարբեր մինակ սարքում է սա հետո պետք է մտնի մեքենայի մեջ հիմա տեսեք քանի տարբեր բաներ կա մեքենայում որ այսպես խրկում են ավելի էժան տեղ կամ ավելի մասնագիտացված տեղ են ուղարկում հետ է գալիս հիմա եթե ամեն անգամ հարկ պիտի պահանջեն այդ մեքենայի գինը ինչ պիտի լինի դա է ինչ որ դրա համար մեքենայի ընկերությունները ասել են մի քիչ ժամանակ տան որպեսզի տեսնեն ինչպես անեն այս գործը որտեղ մեքենան 25%-ով բարձրանալու է գինը կամ տոկոսներով բարձրանալու է եթե այսպես նույնը ուզենան շարունակեն մի կտորի համար է սա միայն ինչ որ ես այս պատկերը ցույց եմ տվել տեսեք հիմա ուրիշ առիթներով ինչեր պիտի կատարվի ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից Ուկրաինայի մասին պիտի խոսեմ եւ Ռուսաստանի իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե ավտովթար եք ունեմ ակսիդենտ ունեք կամ որևէ ուրիշ վնասվածք ունեք որևէ պատճառով ուրիշի սխալ աշխատանքի հետևանքով դուք վնասվել եք բիզնեսը գնաց այնտեղ վայր եք ընկել մի բնակարանում բնակվում էր իրեն այդ common area-ն ներս եք մտնում այդ տարածքը ինչ որ ներս եք մտնում որ ձեր բնակարանը չի այնտեղ մի բան ճիշտ չեն արել դուք վնաս եք կրում զանգարեք այս հեռախոսահամարի ծրագիրը հովանավորում է դոկտոր Գոր Բարսեղյանը եւ Մահդեսյանն են հովանավորում եթե ատամների հետ որևէ հարց ունեք ցավում է պրոթեզ պիտի տեղադրեք արյուն հոսություն կա մաքրման կարիք ունի զանգարեք այս հեռախոսահամարին ժամադրություն վերցրեք Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում է Բրբանքում բայց Գլենդելի հարևանության կվերադառնա Նախագահ Թրամփ ասում է որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է սեղանի նստեն ու պատերազմը դադարեցնեն ինքը երբ դեռ չէր ընտրվել ասում էր ես 24 ժամում այս պատերազմը ավարտի կբերեմ իսկ հիմա տեսնում եք մի 2 ամիս մոտարապես անցնում է ու պատերազմը դեռ շարունակվում է իհարկե եւ հիմա նախագահը ասում է որ եթե հիշեք ցույց ցուցադրել էի որ Զելենսկին եկել էր այստեղ նախագահի հետ ժողով ունեցավ 10 րոպե սպիտակ տան մեջ ու նախագահը իրեն սպիտակ տնից հանեց եւ Զելենսկին վերադարձավ Եվրամիությանը բոլորը ասացին մենք շարունակելու ենք ովանավորելու Զելենսկին հիմա պիտի վերադառնա Զելենսկին գալիք շաբաթ որտեղ նաեւ Ֆրանսիայի եւ Անգլիայի Ֆրանսիայի նախագահ Անգլիայի վարչապետը այստեղ են լինելու նախագահին համոզելու որ ավել միցև օգնի Զելենսկին նախագահ Թրամփը Զելենսկին պահանջել էր եւ դրա համար պարկացավ իրեն հանեց այդ էր որ հանք ունի անգամ այդ contract-ը կամ համաձայնագիրը պատրաստված էր օգնելու եւ որ 500 բիլիոն արժեքավոր հանքեր ունի, քարեր ունի այս Ուկրաինան, որ այդ 500 բիլիոն կարողանա Ամերիկան օգտվի, որպեսզի ծախսերը ինչ որ ծախսեն են։ Մինչ հիմա 192 բիլիոն վճարել են զենքի միջոցով ուրիշ թանկեր, հրացան եւ այլն եւ փամփուշտ
ուտելիք եւ այլն օգնեն է Ամերիկան Բայդենի ժամանակ։ Իհարկե Թրամփ ասում է 350 բիլիոն, բայց ճշգրիտ 192 բիլիոն է ինչ որ օգնել են։ Թրամփը ասում է սրանից հետո եթե օգնություն կարիք ունի, ուրեմն 500 բիլիոն պետք է մեզ հնարավորություն տա այդ հանքերից օգտվի այս երկիրը։ Իսկ ասած նաև, որ Ռուսաստանին խիստ պատժամիջոցներ է նկատի առնելու, որ նրանք էլ համաձայնվեն եւ կան սեղանի նստեն։ Իհարկե, երբ որ այդ օրը, երբ որ Թրամփը Զելենսկին այս սպիտակ տնից վռնդեց եւ իրեն հետ եկելների նախարարներ, զինվորականներ պետք է ճաշ ունենային սպիտակ տան մեջ եւ այդպես հեռացրեց ու այդ ճաշը տեղի չունեցավ, հանդիպում տեղի չունեցավ, մի Զելենսկին հետո ներողություն խնդրեց եւ ասաց, որ համաձայն է, որ ստորագրելու պայմանով, որ օգնի Ամերիկան այս համաձայնությունը տեղի ունենա Ռուսաստանի հետ։ Ամենայն դեպս Ռուսաստանում մեծ ուրախության պատճառ դարձավ, որ այսպես վռնդել է Զելենսկին սպիտակ տնից։ Բայց ասում է նաև խիստ պատժամիջոց նաև Ռուսաստանի դեմ է լինելու։ Հիմա քրսկ տարածքն էր, որ երբ պատերազմը տեղի էր ունենում, Ուկրաինան ներխուժեց ու Ռուսաստանի տարածքը գրավեց, որ առաջի անգամ է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել մենակ, որ գերմանացին ներս մտան Ռուսաստան, նրանից հետո այդպես դեպք տեղի չի ունեցել, որևէ ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի տարածք չի գրավել։ Այս առաջին անգամներ եւ հիմա ինչ այդ տարածքը ինչ որ գրավել էին 2/3-ը ռուսները Հյուսիսային Կորեայից նաև զինվորականներ եկել են ռուսներին օգնում են ու ուկրաինցիներին հանել են այդ տարածքից 2/3-ը, մի երրորդն է ինչ որ Ուկրաինան դեռ շարունակում է այդ հողատարածքը Ռուսաստանի իրենց տիրապետության տակ է եւ իրենց համար շատ կարեւոր է որ ինչքան շուտ զինադադարը լինի որպեսզի այդ տարածքը օգտվի ասեն որ մենք ձեր տարածքը վերադարձնում ենք դուք էլ այս տարածքը մերը հետ վերադարձրեք մեզ հիմա դա տեղի կունենա թե չի ունենա հետո կիմանանք ես ուզում եմ այստեղ շարունակել ցեզ ցուցադրել տեսնում եք այստեղ ասում է Ռուսաստանը խիստ ռմբակոծում է Ուկրաինան եւ դրա համար մենք նկատի ենք առնելու խիստ պատժամիջոցներ եւ Ռուսաստանին թերիվ կամ հարկ ենք պահանջելու իրենցից ասում է նախագահ Թրամփը այս շաբաթավերջին արտահայտվեց այստեղ տեսնում եք Ռուսաստանի այն տարածքներն են որ Ուկրաինան մտել է ներս եւ քանդել է որոշ տարածքներ ռմբակոծված է քանդված է մարդ տեսեք այս Ռուսաստանի տարածքներ որ հետ են վերցրել տեսեք ինչ վիճակի է որոշ տարածքները Ռուսաստանում սա այն տարածքները որ ուկրաինացի գրավել էին բայց հիմա իրենց հանեն են այդ տարածքից ինչ որ ասացի ընդամենը 1/3 տարածք է մնացել Ուկրաինայի տիրապետության տակ ես ուզում եմ խոսել հիմա նաև մեկ անձնավորություն որ իր ընկերուհի է ունենում մի օր բարկանում է գնում է եւ իր ընկերուհու ծնողներին բեյսբոլի բաթով այդ փայտիկով բեյսբոլի որ շատ ամուր փայտ է փայտով երկուսին հարվածում սպանում է պատկերացրեք այդպես հարվածես ինչ ցավ պիտի պատճառի այդ անձնավորություն ամենայն դեպս սա 2002 թվին այդ տարիներում է տեղի ունենում այն ժամանից դատավարություն է տեղի ունեցել եւ իրեն ասել են պիտի կախաղան բարձրացնեն սա South Carolina նահանգում է պատահում ինչ որ տեսնում եք հետո հիմա գիտեք 3 տեսակ այստեղ երբ որ ուզում են մեկին վերացնեն սպանեն կախաղան բարձրացնեն 3 ձև կա նախկինում կար հրացանով դեպի իրեն կրակեն ուրեմն այսպես որ անձը մահանա երկրորդ հայտ էր որ դեղերին սրսկում այս դեղերը փորձեն են քիչ հետո ցես կասեմ ուրիշ նահանգում Այդահոում տեսնեք
որ մեկի վրա փորձում են տեսեք քանի անգամ ու չի մահանում անձը, դա մեկ ուրիշ տեսակն է, մեկը կախաղան բարձրացնեն իրեն, մեկին կախաղան բարձրացնեն, այսպես տարբեր ձևով ավարտի են բերում անձի մեղավորի կյանքը։ Ինքը մտածում է, որ այդ սրսկումները չեմ ուզում, որտեվ գիտեք թոքի մեջ ջուր է լցվում անձի, երբ որ սրսկում են։ Եվ այս անձը մի ձև է, որ մի 20 րոպե տևում է ճիշտ անձը, որ խեղդվի ջրի մեջ այդ պատկերն ունի։ Ուրեմն լսում է, ասում է, դա չեմ ուզում, թող իմ վրա կրակեն։ Եվ ես հիմա ուզում եմ դա ցուցադրեմ ձեզ, տեսնում եք այս հիմա 67 տարեկան անձնավորություն է, ջահել ժամանակ եք տեսնում, այս ծնողներն են իրեն ընկերուհու ծնողները, որ բարկանում է, մեկ տեսակը էլեկտրիկ չէր, ուրեմն էլեկտրական աթոռն է, որ էլեկտրականությունը մարմնից անց են կացնում, այստեղ տեսնում եք փամփուշտը, ինչ որ պետք է օգտագործեն անձին վերացնելու համար, death by firing, մինչև հիմա 4 երկիր, որ մուկ տեսնում եք այդտեղ, իսկ Արիզոնան հիմա ուզում է միանա, որ թույլ տան, այսինքն Արիզոնա նահանգում կրակեն անձի մեղավորի վրա, եթե ուզում են վերջ տան իր կյանքը, էլեկտրական աթոռ չլինի, այս տեղեր չսրսկեն, եւ հիմա այստեղ տեսնում եք, օրինակ մեկ ուրիշի 20 րոպե տևում էր, երբ որ սրսկեն էին անձին եւ դժվար կացություն էր, դրա համար այս երկրում դադարեցրին մի ժամանակ տեղ սրսկելը, այսպես տեսնում եք drowning, խեղդվելու տրամադրությունը, նույնիսկ տեսնում եք ծնողներին, որ փայտով այս անձը հիմա իրեն տեսնում եք, անձը պիտի նստի, իր աչքերը փակելու են 15 ֆիտ, այսինքն 4.5 մետր հեռավորությունից կրակեցին իր վրա 3 հոգի կրակում է, որ հայտնի չլինի, որի պատճառով է անձը մահացել։ Անձիկ, որ տեսնում եք կրակում են, բանդապահներն են, որ ասել են, ով որ ցանկություն ունի կամավոր կա, մեկին չեն ստիպի ասեն, որ այս 3 կամավոր բանդապահներն են, որ եկել ու կրակեն են անձի վրա, այսպես տեսնում եք, death by firing։ Հիմա states with death penalty, տեսնում եք տեղինով, տեսնում եք առաջ, այսպես էր մեծ մասամբ նահանգները կային, իսկ lethal injection, որ տեղ սրսկեն ու սպանեն, այս նահանգներն են, Կալիֆորնիան թղթի վրա death penalty ունի, իհարկե մահապատիժ ունի, բայց չի գործադրվում նախկին նահանգապետ Բրաունի ժամանակվանից եւ Նյուսոմի իհարկե։ Հիմա քիչ առաջ ձեզ ասացի, որ այս նահանգներն են, որ կարող են թույլ են տալիս կրակեն։ Իսկ մեկ ուրիշ Այդահոյում իրեն տեղ էին սրսկում, Այդահոյում, որ նաև այնտեղ կարողանան կրակելով սպանեն, որովհետև մեկ անձնավորության, որ տեղ էին սրսկել 8 անգամ սրսկում են, սա այս կնոջ ինչ որ տեսնում եք իր ծնողներն էին, որ այն ոչրագործը ասացի բեյսբոլի փայտիկով ծեծեն։ Իսկ Brad Sigmund անուններ նրան, որ վերացրին այս շաբաթավերջին։ Մյուսին, որ ձեզ ասում էի, 8 անգամ փորձել էին սրսկում են անձը չէր մահանում։ Եվ տեսնում եք դրա համար էր, որ այս երկրում արգելեցին մի ժամանակ, հետո հիմա նորից գործածելի է եւ տեղը ինչ որ սրսկում են, թվում է ավել արագ ազդում է անձին, վերացնում է անձը։ 24 նահանգ հիմա մահապատիժ ունի, որոշ նահանգներում, օրինակ Նյու Յորք, մահապատիժ գոյություն չունի։ Ես ուզում եմ դադար պիտի վերցնեմ, այսինքն երբ վերադառնամ 7-11-ի մասին եւ ստակների մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, լենզ եթե պիտի տեղադրեք, ագնոցի կարիք ունեք, աչքերի ջուրը հոսում, ուրիշ խնդիրներ ունեք, այստեղ զանգարեք։ Իրենց գրասենյակը փոխվելն է, անցյալ շաբաթ փոխել են, հիմա իրենց այս
ագնաբուժարանը գտնվում է 240 South Jackson փողոց Unity 310 ամենայն դեպս զանգարեք ձեզ անպայման կտեղեկացնեն որ էլ Central փողոցի վրա չեն այլ Jackson-ի վրա են ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը որևէ տեսակ դաշնամուր վաճառվում է աշխարհում որևէ տեղում իրենք ունեն հարյուրավոր դաշնամուր կա այս խանութի մեջ Pasadena-ի խանութ երեք խանութ ունի բայց Pasadena խանութի մեջ երկու հարկի մեջ դաշնամուրներ կա 1930 40 50 60 եթե այդպես դեկորի համար կարիք ունեք կամ օգտագործելու համար կարիք ունեք $1000-ից դաշնամուր կա մինչև $500,000 դաշնամուր է այնտեղ տրված կարող եք գնալ տեսնել գեղեցկություն այս դաշնամուրների ծրագիրը նաև հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում ծրագիրը Caravan ռեստորան ցեզ է առաջարկում ճաշ ամեն օր եւ նաև առաջարկում է հարիսա է առաջարկում Glenox փողոցի վրա է իսկ Grand View փողոցին մոտ է Caravan ռեստորանը կվերադառնա 7-Eleven-ը այս երկրում խանութներ ունի, բայց 7-Eleven-ը հիմա ժապոնական կամփնի է, որ աշխարհով մեկ խանութներ ունի։ Հիմա մեկ ուրիշ խանութ, Circle K, որ 7-Eleven-ի նման մի խանութ է, նրանք 47 բիլիոնով ուզում են 7-Eleven-ը գնեն եւ ուրիշ մասեր ունի, որ Bain, ուրիշ ընկերություն, private ուզում է 5 բիլիոն վաճառի, ուրեմն այսպես 50-ից 55 բիլիոնի այս վաճառքներն է տեղի ունենում։ Իսկ տեսենք 7-Eleven-ը որտեղ շատ խանութներ ունի։ 7-Eleven-ը Ժապոնիայում այստեղ տեսնում եք մոտարապես 23800 խանութ Ժապոնիայում ունի 7-Eleven-ը։ Թայլանդում տեսնում եք 16800 խանութ ունի։ Հարավային Կորեայում 13400 խանութ ունի եւ մասամբ Ամերիկայում նաև 7-Eleven-ը 13400 խանութ ունի։ Մնացած մեծ թվով խանութներ 7-Eleven-ը ունի, տեսնում եք ասիական երկրներում է, որովհետև Ժապոնիայից տերերը ժապոնացիներն են, ուրեմն տեսնում եք այստեղ, տեսեք բոլորը Ժապոնիային մոտիկ են, Թայվանն է, Չինաստանն է, նախապես Թայլանդ եւ Սաութ Կորեան տեսակ Ֆիլիպինն է, Մալեզիա, Մեքսիկո, Ավստրալիան, որը մասամբ մոտիկ է իրենց, եւ ուրիշներ այսպես տեսնում եք 7-Eleven-ը վաճառքի է տրված, ամենայն դեպս աշխատանքը կկատարվի Circle K ճիշտ 7-Eleven-ի նման է, իրենք 7-Eleven-ը կշարունակի իր աշխատանքը։ Ես ուզում եմ հիմա նաեւ ձեզ ցույց տալ stock market-ը, երբ որ Թրամփը այս վերջին ժամանակ սկսեց խոսել, որ հարկ է պահանջելու ինչ որ ուրիշ երկրից պետք է այստեղ կա stock market-ը խիստ անկում է արձանագրում։ Հիմա եթե մեծացնենք այստեղ տեսնում եք հունվարի 20-ին այս կետն է։ Այն օր որ նախագահ եկավ, պատկերացրեք այդ օրը 0 ենք համարում։ Հիմա Dow Jones, այստեղ տեսնում եք Dow Jones-ը անկում է արձանագրել շատ մեծ չի, այս կապույտն է, տեսնում եք Թրամփի գալով stock market-ը բարձրացավ, այսինքն Dow Jones-ը բարձրացավ, փայտերությունը բարձրացավ, եկավ այստեղ։ Այս ընկերությունները, որ տեխնիկական ընկերություններ են, ինչպես Apple եւ այլն, S&P 500-ի մեջ Tesla, այստեղ տեսնում եք նախապես կանաչը տեսնում եք բարձրացել էր փետրվարին, իսկ հիմա որ Թրամփը լուրջանում է, ասում է, որ հարկ են պահանջելու ուրիշ տեղից մի բան կա, տեսնում եք անկում է արձանագրել, հիմա մի քիչ հետ է վերադարձել, այսպես տեսնում եք։ Եվ նաև Nasdaq-ը, տեսակ այդտեղ խիստ Nasdaq-ը շատ մեծ անկում է արձանագրել, այստեղ տեսնում եք այն օրվանից, որ Թրամփը աշխատանքի անցել, հիմա խոշոր անկում ունի Nasdaq-ը մոտարապես 4%-ով իջել։ Հիմա անցնում ենք առաջ, տեսնենք այդ ընկերությունները, որոնք են
S&P 500-ի մեջ, որ քիչ ձեզ ասացի, Tesla-ն նաև մեջն է։ Սրանք բոլորը այս ընկերությունը Apple, որտեղ այս վարկյանից արժում է 3.6 տրիլիոն, ամենախոշոր ընկերությունը Ամերիկայի հիմա Apple-ն է, տեսնում եք այդտեղ։ Microsoft, այստեղ տեսնում եք, մի կարճ ժամանակ առաջ Microsoft-ը դարձել էր ամենակարևոր ընկերությունը, տեսնում եք 3 տրիլիոն է, Nvidia-ն, որ նոր ընկերություն է, արդեն մի քանի տարվա ընկերություն է, մեկ անգամից եկել է հավասարվել է Microsoft-ին եւ Apple-ին 3 տրիլիոն, այսինքն 3000 բիլիոն արժեն։ Amazon-ը 2.2 տրիլիոն արժի, Meta կամ Facebook-ի տերերը, Tesla-ն տեսնում եք 1 տրիլիոնից մի քիչ 1 տրիլիոնից պակաս է, Alphabet-ը այստեղ տեսնում եք, որ Google-ն է 2 տրիլիոն արժում է այս մեծ ընկերությունները Ամերիկայի։ Նաև Berkshire Hathaway ընկերությունն է, որ 1 բիլիոնի չափ արժում է, որ մեծ ընկերություն է, պատկանում է Berkshire Hathaway, տեսնում եք այստեղ, որը պատկանում է Warren Buffett-ի, որ Court Furniture-ի տերն է, 1 բիլիոնի չափ իր ընկերությունները, տարբեր ընկերություններ ունի, ինքը փայատեր է, իհարկե խոշոր փայատեր է Apple-ի, այս ընկերության Apple-ի մեջ փայատեր, բայց իր company-ն այստեղ տեսնում եք։ Եվ ուրիշ մեծ ընկերություններն են, ինչ փոքրերը տեսնում եք, բոլորը S&P ընկերություններն են, ինչ որ այստեղ տեսնում եք, ամենայն դեպս այս հարցը, որ հարկ պիտի պահանջվի ուրիշ երկրներից, պատճառը դարձել բոլորի ստակը մասամբ իջեն է գինը, փայատերության արժի, կորցրել է իրենց արժողությունը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ շարունակեմ University of Columbia, այստեղ Նյու Յորքում, տեսնեք ինչ է պահանջում Թրամփը, կամ ինչ է ասում Թրամփը, որ հրյաներին վերաբերյալ, իսկ ծրագիրը ովանավորում է Raffi's Market-ն է ովանավորում ծրագիրը։ Raffi's Market գտնվում է Burbank-ում, Glendale-ի հարևանության, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, այդտեղ այցելեք։ Ծրագիրը ովանավորում է Court Furniture, ովանավորում է ծրագիրը։ Court Furniture, քիչ առաջ ասում եմ Warren Buffett իր բիզնեսներից մեկը սա է, ամենափոքրիկ բիզնեսն է Իրանը, 100 խանութ ունի Ամերիկայով, Glendale-ում Central եւ Myrtle-ի հատման կետում է գտնվում Court Furniture, եթե նոր մատրես պիտի գնեք գրասեղան, սեղան, աթոռներ, Court Furniture այցելեք։ Ծրագիրը նաև ովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում։ Եթե bankruptcy պիտի ֆայլանեք, հրդեհ է տեղի ունեցել ձեր բնակարանում կամ բիզնեսի կենտրոնում, եւ եթե accident-ը կունեցել զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Ամերիկայի ամենաբարձրագույն կրթական օջախներից մեկն է Կոլումբիա համալսարանը։ Վերջին, երբ որ այս Գազայի պատմությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին 2023-ից հետո, համալսարաններում բոլոր տեղ այս Իսրայելը ռմբակոծեց եւ աշակերտներ դուրս էին գալիս ի բողոք Իսրայելի այս ռմբակոծումներին, որ մինչև հիմա 49000 մարդ Գազայի մեջ սպանվել է Իսրայելի ռմբակոծումների հետևանքով կամ կրակոցների հետևանքով, իսկ Անգլիայում անկախ մի հաստատություն, որ ուսումնասիրել էր, որովհետև Գազայում հաշվում են, երբ որ դիակը գտնում են, որպեսի փաստ, հետո համարում են մահացած։ Այդ ընկերությունը անկախ մի կազմակերպություն, ասում է 70000 մարդ է Գազայում մինչև հիմա սպանվել։ Այդ բերումով է աշակերտները բոլոր համալսարաններում դուրս եկան եւ տարածքի մեջ նստում էին, վրան էին տեղադրել ու բողոքում էին Իսրայելի այս սպանությունների վրա։ Իսկ Կոլումբիա համալսարանը, այս անվանի համալսարանները, դա կլինի դա Հարվարդը, MIT եւ ուրիշ կարևոր այդ համալսարանները բոլորը կառավարության government-ից գումար են ստանում սրանք եւ այդ գումարով է որ կարողանում են շարունակել։ Հիմա
նախագահ Թրամփը ասում է, որ որովհետև սպառնում են հրեա աշակերտներին, այսպես աշխատանքներով ինչ որ անում են, ուրեմն 400 միլիոն որ կառավարությունը Կոլումբիա համալսարանին տալիս է, ասում է չենք վճարելու, մինչև դուք ապահովեք հրեաների այս անվտանգությունը, այսպես տեսնում եք, շարունակենք, եւ միայն հիմա այդ համալսարանը չի, այլ սպառնացել են նաև UC Berkeley-ին, ասենք գումարը չենք տալու, այսինքն Թրամփի Կոլումբիա համալսարանն եք տեսնում, ինչ որ տեսնում եք 400 միլիոն federal grants, որ անվերադարձ գումար է, որ Կոլումբիա համալսարանը ստանում է, որովհետև մեղադրում են, որ այսինքն Թրամփի վարչակազմը մեղադրում է, որ հրեա աշակերտները այդտեղ մարդիկ սպառնում են իրանց, այսինքն մյուս աշակերտները սպառնում են։ Հիմա միայն այստեղ չի, UC Berkeley, University of Minnesota, Northwest University բոլորին ասել են, որ ձեր գումարները պահելու ենք, որ մինչև դուք ապահով վիճակ ստեղծեք հրեա աշակերտների համար։ Ես ուզում եմ շարունակել խոսել space, այսինքն տիեզերքի մասին, Starship, Elon Musk այդ փորձում է հիմա այս հրթիռներով կարողանան, հիմա գիտեք համաշխարհային կայան կա, International Station կա, որ նախապես ռուսների միջոցով ղեկավարում է, եթե մեկը օրինակ ամերիկացի տիեզերագնաց պիտի գնար, այդ կենտրոնը ռուսների միջոցով գնում էին Ղազախստան, Ղազախստանից գնում էին այդ կայանը, իսկ Իլան Մասկ հիմա ստեղծել է, որ պետք չի իրենց միջոցով են գնում այդտեղ ամերիկացիները, իսկ Իլան Մասկ նաև փորձեր է կատարում, որ տիեզերք դեպի լուսին, դեպի Մարս, այդ 8-րդ փորձն է ինչ որ կատարում էին եւ այսպես բարձրանում է բուստերը, այսպես այդ օթանավի բուստերը հետ է վերադառնում, իսկ ինքը այդ տիեզերանավը պայթում է։ Հունվարի 16-ին նույն ինչ պատահեց, ինչ որ հիմա պատահել է եւ անցյալում 8-րդ փորձն է սա։ Ուրեմն այդ խթանողը, ինչ որ բուստերը բարձրանում է, հետ է վերադառնում, մնացած չի հետ վերադառնում, այսպես կտորներն է ինչ որ թափվում է, Caribbean թափվում է։ 240 թռիչք այս պայթելու հետևանքով թռիչքները դադարեցրին, մտահոգվելով, որ տեսնում եք բուստերը կամ խթանողը հետ է գալիս, տարեն է, բայց մնացած մասը պայթեց, ինչ որ քիչ առաջ տեսակ, այսպես SpaceX-ի փորձը դրա համար FAA-ը նաև հիմա ասում է մենք պետք է նայենք, տեսնենք դուք ինչպես աշխատանք եք կատարում, ինչու է այսպես լինում, որովհետև դուք վտանգի առջև եք դնում ուրիշ օդանավներին, ուրեմն Federal Aviation Administration-ը public safety կարևոր է, ասում է, ուրեմն անվտանգությունը ուրիշ օդանավների կարևոր է եւ պետք է investigate լինի սա։ Իլան Մասկը տեսնում եք այստեղ ասում է մի քայլ վերադարձ եղավ, փոքրիկ վերադարձ եղավ կամ անհաջողություն եղավ 4-ից 6 շաբաթ նորից մեկ ուրիշ փորձը կկատարենք, ասում է Իլան Մասկը, որը տերն է SpaceX-ի, տերն է ինչպես Tesla մեքենայի, այստեղ եւ տեսնում եք X social media-ի տերն է Իլան Մասկը։ Սրա համար է մարդկանց նաև ասել էին, որ ուշադիր եղեք, որ այս կտորները իջնելու է, դուք վտանգի առաջ եք, մտածեք, որ այդ տարածքներից չանցնեք, ասացի, դա Ֆլորիդա, այդ տարածքներում էր ինչ որ մտահոգված էին։ Ես ուզում եմ խոսել հիմա Սալմայի մասին։ Սալման 60 տարի առաջ այսօր սևերը դուրս էին եկել բողոքելու իրենց վիճակը, գիտեք, մինչև 1965 թիվ
սևերը իրավունք չունեին քվեարկելու անգամ, չի տարբերում տղամարդ կանայք։ Ամերիկայում իհարկե տղամարդիկ միշտ քվեարկել են, բայց 20-րդ դարի սկզբում էր, որ կանայք իրավունք ունեցան քվեարկեն, իսկ սևերը իրավունք չունեին մինչև 1965 թիվ։ Ուրիշ երկրներում, անգամ այն երկրներում սևեր են բնակվում, նրանք իրավունք ունեին իրենց երկրում քվեարկելու, իսկ Ամերիկայում մինչև 1965 թիվ քվեարկելու իրավունք չունեին, ես դուրս եկան այդ Մարտին Լութեր Քինգի խումբ։ Սա մի ճաշարան է, որ այն ժամանակ տեսնում եք 1960-ական թվականներին, որ այն ժամանակ ռեստորանը բաժանված էր։ Սա սևի ռեստորան էր, սպիտակը չէր գնում այնտեղ։ Հիմա իսկ նորոգեն են, տեսեք այնտեղ համբուրգերը 24 սենտ է եղել նախկինում, 10 սենտը Coke Canada ինչ որ կվերցնեին կամ 7up, տեսնում եք այս խանութն է։ Իսկ հիմա նորոգեն են, որովհետև այդ տարածքից էր անցնում էին, երբ որ ոստիկանությունը իրենց արջևը կտրում է եւ այսպեսով ծեծում է նրանք, որ եկել են այդ մարտ 1965 թիվ, այստեղ տեսնում եք եւ Edmund Pettus Bridge-ն է եւ John Lewis, որը երիտասարդ անձնավորություն էր Մարտին Լութեր Քինգի օգնական եւ հետո դարձավ այս երկրի ներկայացների տան անդամ, վերջերս մահացավ Ջան Լուիս 1965 թվին օգոստոսին նախագահ Ջոնսոն ստորագրեց, որ սևերը ազատ են մասնակցելու որևէ ընտրության եւ այլն, տեսնում եք այս խանութն է, որ հիմա նորոգեն են, ամեն մարդ կարող է մուտք գործի։ Ջան Լուիսը իհարկե վայր ընկավ այդ ներկայացնի տան անդամը, հետո որ հիմա մահացել է եւ իր գլուխը գանգը ջարդվել էր, կարծում եմ կմահանա, բայց առողջացավ, հետո ընտրվեց որպես ներկայացնի տան անդամ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը ձեզ բերելու, տեսնեք որոշ անձիկ, որ որոշ դժվարություններ ունեն, բայց գնում են դաշտը, գնում են սարը բարձրանում են, բլուրներ բարձրանում են, որպեսզի տեսնեք ինչ հետաքրքրություն կա իրենց համար եւ իրենց խնդրումը որն է, դա ձեզ ներկայացնեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Նաղաշ Լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատունը գնում այս տեսակը վերցրեք, Նաղաշ Լավաշը վերցրեք, եթե չկա պահանջեք իրենց որ բերեն այդ տեսակը բերեն։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, թե թաթի վրա թաթի տակ վեր կա։ Եթե քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք այս հեռախոսի համարին։ Orange County-ում գրասենյակ ունի Commerce Encino Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում, կվերադառնա։ Դիթրոյթում մի կազմակերպություն կա, որ University of Michigan-ին կապ ունի եւ այդտեղ կացողները յուրահատուկ անձիկ են եւ գնում են որ բնությունը այստեղ տեսնում եք դիտե եւ բնության թրջունների դիտում ուզում են կատարեն զգալ բնությունը տեսնում եք այս անձիկ են այս անձիկ որտեղ լսում են ձայնը ուրախանում են թրջունների դա աղմուկը բադիկների դա կլինի սագը թութակը եւ այսպես բայց իրենք կույր են բոլորը սրանք կույր են ինչ որ գնացել են դրանով տեսնում եք համասարանում է այս ուշչուին է որ ինքը մանուկ ժամանակ կորցրել է իր կարողությունը չունի այստեղ տեսնում եք երբ երեխա եղել կորցրել է Սա պրոֆեսորն է, աշակերտներին տարել է։ Եվ իրենք ասում են, որ մենք ուզում ենք զգալ բնությունը, այդ ձայնը լսում են, զգում են ամեն ինչ, բայց չեն տեսնում։ Բայց դա իրենց բավարարում է, որտեղ sensing nature, զգալ շրջապատը, զգալ բնությունը, որտեղ եւ բարձրանում են, տեսնում եք սարը մասամբ բարձրացել են, ծան մեջ բարձրացել են bird watching, թռչունների դիտելու անգամանքն է
Այսպես տեսնում եք այդ համասարանը ինչ օգնում է այդ անձիկ, որ տեսնելու կարողությունը չունեն, բայց կարող են լսել ու հաճույքը տանել բնության, այդպես իրենց տարենային բլուրների վրա, սարերի վրա։ Ես ուզում եմ շարունակել խոսել հիմա Ամերիկայում աշխատող զինվորականների ինչ որ ձերբակալներ են լրտեսության մեղադրանքով։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ, որ գաղտնի նկարում են եւ հետո անց են տեսնում եք գաղտնի նկարում է ամերիկյան տվյալներ DOJ Department of Justice-ը տեսնում եք այսպես կատարեն է, որ հետո ղրկում են Չինաստան գումար են ստանում headquarter-ն է Joint Base Louis այս կենտրոնն է, որ կոմպյուտերի մասնիկները վերցնում են hard drive եւ հետո նկարում են այստեղ տեսնում եք 20 հատ hard drive կոմպյուտերի hard drive-ը վերցրել են գաղտնիքը եւ top secret-ներ այն կարևոր գաղտնիքներ բոլոր տեսնում եք այստեղ US Armored Vehicles մեքենաները նաեւ մեքենայի մեջից missile system ուրեմն այդ հրթիռների համակարգը, որ Ուկրաինայում օգտվել են այդ դիթեյլը Ամերիկայի գողացել են ու ղրկել են Չինաստան, այդ զինվորականներին իհարկե ձերբակալել են եւ հետո երևի իրենց պատկերներով տեսնում եք այս hard drive-ներն է 2021-ից 13 Ամերիկայի գաղտնի ոստիկանության անձիկ անդամները տարբեր առիթներով այս աշխատանքներով զբաղվում են եւ այդ գաղտնիքները վաճառում են Չինաստանին եւ գաղտնի գումարները ինչ որ Չինաստանը իրենց հասցնում է տեսնում եք այդ ինչ որ հին ժամանակ ֆիլմեր տեսնում էինք լրտեսական հարցերի համար հիմա դեռ շարունակվում է այդ գաղտնի տեղեկություն կողանալ ու ղրկել Չինաստան, գումարը ստանալ, բոլորը դեռ շարունակվում է նման աշխատանքը։ Ես հիմա ուզում եմ խոսել hazing-ի մասին, որ այս երիտասարդները, երբ որ համալսարան են մտնում, ծաղրանքի կոպտում են այս նորեկներին, fraternity, այսպես եղբայրություն գոյություն ունի, ասում են, եթե ուզում ես այս մեր խումբին եղբայրության, այս եղբայրներ ենք մենք, ուզում եք միանաք, ուրեմն ծեծում են, հայհոյում են եւ այլն, պետք է տանի այդ անձը։ Որոշ համալսարաններում սա կտրեն ասեն իրավունք չունեք, անօրինական է։ Մինչև մի քանի տարի առաջ ամեն համալսարանում սա տեղի էր ունենում։ Եվ այս վերջին ժամանակ հիմա ինչ որ տեղի ունեցել մի 20 տարեկան տղա Wilson անունով այդ աշակերտը այդպես կոպտում են, ծեծում են եւ այլն, տեսնում են շատ վատացավ, մեքենայի մեջ են տանում են, հասցնում են emergency, այսպես մեկ կենտրոն, բժշկական կենտրոն emergency են տանում իրեն եւ ասում են, որ ծեծեն էին, քացի են տվել, repeatedly անընդհատ Լուիզիանայում տանում են հիվանդանոց են հասցնում, բայց այդ 20 տարեկանը մահանում է, ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տամ, տեսնեք այս անձը ոչրագործն է, որ ծեծել էր, ընտանիքի անդամ, սա ոչրագործն է, ընտանիքի անդամները տեսնում եք ցավ են արտահայտվում, սա երիտասարդն է 20 տարեկան, որ իրեն այդպես ծեծել էին, մյուսը 23 տարեկան է, որովհետև իրեն միության մեջ են մի քանի տարի նորեկներ, որ գալիս է, իրենց շատ ճնշում են բանացնում։ Հիվանդանոցի աշխատողներին ասեն էին, որ այս տղան, Վիլսոնը, վայր ընկավ եւ երբ որ ընկավ, իր կուրծքը բեյսբոլի բասկետբոլի խաղալիս վայր ընկնում կուրծքը կպնում է գետին կամ դժվար եւ դրա համար է, որտեղ իրենք քացով խփեն էին իրենք կուրծքին եւ ասում են այդ պատճառով էր ինչ որ վայր է ընկել Baton Rouge, Louisiana պատահել է դեպքը այս
fraternity կամ եղբայրության այս խումբը, այսպես իրեն ծնողն եք տեսնում, որ ասում է երեխան մեծացրենք, ուրախությամբ ուղարկել ենք համալսարան եւ ինչը սպասում էինք փայլուն ապագա եւ ոչ թե գերեզմանատուն։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել մեկ օթանավ ձեզ ցույց տամ, տեսնեք փոթորիկ է, սա Washington Reagan Airport-ն է, որ այն հելիկոպտեր օթանավը միասին արկած ունեցան, 67 հոգի մահացան, այս օթանավը գալիս է Reagan Airport, նստի, իսկ այնքան ուժեղ սաստիկ քամի է, օթանավը այդպես օրորվում էր եւ ստիպված է լինում բարձրանա ու նորից մեկ անգամ փորձը կատարի իջնի։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից կարմրուկի մասին պիտի խոսեմ, հետո արծիվի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարեցների կենտրոնը բաս ունեն, մինիբաս ունեն, ձեզ կտանեն այդ կենտրոնը եւ հետո կվերադարձնեն, ուր որ կարող եք դուք այնտեղ խաղեր կա, բժիշկը ձեզ կքնի, նախաճաշ ճաշ են անվճար մատուցում, սա հեռախոսի համարն է, զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Պարոն Էդվարդն է հովանավորում, որ առաջարկում է, եթե բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, զանգարեք այս հեռախոսի համար։ Խոսեք պարոն Էդվարդի հետ, եթե բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, որևէ պատճառով ձեր բիզնես ուզում եք վաճառեք, այստեղ զանգարեք։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը գտնվում է Թահանգա քաղաքում, ձեզ է առաջարկում այս վերջին ժամանակ, եթե Հայաստան պիտի ղրկեք, 2 ջաքեթը $15 ընդամենը, նաև տապատ 2 տապատը $15 ընդամենը Հայաստան ղրկելու համար։ Ծրագիրը նաև հովանավորում է Անաշե Gift հովանավորում է ծրագիրը։ Ինչ որ տեսնում եք այստեղ, ինչ որ ցանկություն ունեք մանրացնելու, դա կլինի այսպես նուշ, բադամ կլինի, ընկույզ կլինի, ուրիշ ամեն ինչը կարողանում եմ սալադ եք ուզում պատրաստել, պամիդոր, լոլիկ եւ այլն, եթե պիտի այսպես փոքրիկ կտորների վերածեք, այս մեքենան կարող եք օգտվեք, ընդամենը $14.99 է, Անաշե Gift գտնվում է Գլենօքս փողոցի վրա, Գլենդելում է Բրբանքի արևանության կվերադառնա։ Measles կամ կարմրուկը դեռ շարունակվում է եւ հիվանդանում են։ Այստեղ Կալիֆոռնիայում նաև սկսել է տարածվել։ Բարեբախտաբար Կալիֆոռնիայի նահանգներից է, որ պահանջում են երեխաներին սրսկեն։ 2 անգամ սրսկվում են երեխաները, երբ որ դպրոց պիտի գնան։ Իսկ ուրիշ նահանգներում այդպես չի։ Նահանգներ կան, որ օրենքը տարբեր է եւ հիմա մինչեւ 2020 թիվ կարմրուկ այս երկրում արմատախիլ էին արել, բայց հիմա տանդաղաբար բարձրանում է Թեքսասը շատ հիվանդներ ունի եւ հիմա անցնենք տեսնում եք կարմրուկի արդյունքը ձեռքի վրա, ոտքի վրա, դեմքի վրա Measles իրեն պատվաստանյութ գոյություն ունի, անձը եթե սրսկված է դժվարություն չի ունենում, բայց եթե ոչ երեխան սրսկված չի, ուրիշ նահանգներում ապրում եք ու շատ եղեք, որ հիմա խիստ տարածվում է կարմրուկը։ Իսկ վերջավորությանը ես ուզում եմ խոսեմ արծիվի մասին։ Այստեղ տեսնում եք 2 արծիվ եք տեսնում։ Արծիվը Ջաքի այդ մայրն է այս արծիվների եւ հայրը Shadow այս արծիվներն են։ Այս Ջաքի 3 ծուեր դրեն եւ այս ծուերը բարբերաբար երբ գնում էին, մեկը նստում է, հետո մյուսը այս արծիվը, սա հայրը նստում է ծուերի վրա, որպեսզի կարողանա այդ իրենց ծակերը հավկիթի մեջ ծլեն, աճեն եւ այլն։ Ես ես ասել էի շաբաթվա ընթացքին, որ 2 ծու, ուրեմն հաչ է լինում կամ բացվում է եւ
դուրս է գալիս թռչունը, երկուսը, սա շատ հազվադեպ է, որ 3 հատ են եւ երրորդը 3 առավոտյան ժամ 6:30 երրորդը եղավ հաճախ 1 կամ 2 ծակ եմ ունենում արծիվը եւ այստեղ տեսնում եք այդ անսովոր որ 3-ն էլ ողջ են 10-ից 14 շաբաթ տևում է մինչև այդ փոքրիկները կարողանան թռչել տեսնում եք սա նախքան տեսնում եք կոտրում է դուրս է գալիս գլուխն է հանում մեկը երկու շաբթի էր դուրս եկել հետո մյուսը շաբաթվա ընթացքին դուրս եկավ իսկ վերջինը 3 առավոտյան 6:30 րոպե սա լայվ ցուցադրում էին աշխարհով մեկ իգլետները ծակերը դասացի 10-ից 14 շաբաթ ծնողի խնամքը կարիք ունի եւ իրենց կերակրում է տեսնում եք մայրը կերակրում են այս մինչև դուրս են եկել ասացի կերակրում են անմիջապես մինչև կարողանան իրենք անձամբ թռչել եւ հետո թողնում հեռանում են այստեղ ծնողներին եք տեսնում որ բարբերաբար հետևում էին եւ ուշադրություն են դարձնում որ որևէ վնաս չհասնի արծիվը աշխարհի ամենահզոր թռչունն է որևէ թռչուն իրենից հզորը չկա արծիվի նման բայց եւ այնպես տեսնում եք իր ծակերին պետք է ուշադիր լինի որովհետեւ ուրիշը կարող է կա վնաս հասցնի սա տեղի ունենում իհարկե բոլորը Big Bear մեզ մոտ այնտեղ է տեղի ունեցել եւ հիմա փնտրում են անվանակոչում անուն տալ եթե դուք ցանկություն ունեք կարող եք ձեր անունը առաջարկեք հետո պետք է լոտարիայի միջոցով անուն որոշեն այս 3 արծիվների համար ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում